Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները շարունակում են իրենց նախընտրական քարոզարշավը։ Այսօր քարոզարշավի պաշտոնապես արդեն 6-րդ օրն է եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր շարունակում է քարոզարշավ իրականացնել Արագածոտնի մարզում։ Այժմ մենք գտնվում ենք Ծաղկահովիտ խոշորացված համայնքում եւ այս պահին ես պատրաստվում եմ զրուցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված падգամավորի տեխնացու Բաբկեն Թունյանի հետ։ Պարոն Թունյան, նախ շնորհակալ եմ հնարավորության համար։ Շնորհակալություն։ Եվ ճիշտ է, թեպետ քարոզարշավը դեռ նոր է մեկնարկել, բայց կուզենայի թե այս 6 օրվա ընթացքում, որքանով որ հասցրել եք նաև շփվել քաղաքացիների հետ, տպավորությունը, կարծիքն ինչպիսին է ընդհանուր նաև այս ընտրություններին ընթառաջ ձեր գնահատմամբ։ Ես քաղաքացիների հետ այս ֆորմատով շփվելու հնարավորություն դեռ մեր նախորդ ներկուսակցական ընտրությունների փուլում առիթ ունեցել եմ ու տպավորությունը շատ լավ է։ Իհարկե մտածում ենք, որ լավ կլինի, բայց օրինակ ինձ համար շատ ավելի լավ է, քան մենք սպասում ենք, որովհետև մարդիկ տեսնում են ինչ է արվել եւ հասկանում են ինչ է պատրաստվում անել ներկայիս կառավարությունը եւ շատ դրական են դրան վերաբերվում, ինչը իհարկե շատ մոտիվացնող է։ Շատ է։ Պարոն Թունյան, ձեզ մի քանի տնտեսական հարց ունեմ, որովհետև քարոզարշավի ընթացքում մյուս քաղաքական ուժերի, այսպես ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների ելույթներում հատկապես, այսպես կարմիր թելով անցնում է հատկապես նաև տնտեսական բաղադրիչը մեր երկրի։ Տեսեք, օրինակ երեք ներկա էինք նաև Հայաստան Դաշինքի նախընտրական քարոզարշավին եւ նրանց առաջնորդը Ռոբերտ Քոչարյանը խոսում էր մասնավորապես Հայաստանի արտաքին պարտքի ավելացման մասին, 8 միլիարդի մասին էր խոսում եւ նշում էր, որ ձեր իշխանությունը, ձեր կառավարությունը այս 8 տարվա ընթացքում 8 միլիարդի հասնող արտաքին պարտք է գեներացրել։ Ես կուզենամ տնտեսական մասով խնդրում եմ մեր քաղաքացիներին բացատրեք, որտեղից է գոյացել այդ գումարը եւ նաեւ հավելում են, որ առաջիկա առնվազն 20 տարվա կտրվածքով են փակելու Հայաստանի քաղաքացիները։ Այդ ամենատարածված մանիպուլյացիան է, որի մասին ով չի ալարում խոսում է, ընդ որում երբ խոսում են այն մարդիկ, ովքեր որ պետական կառավարման փորձ չունեն, դա ինչ որտեղ հասկանալի է, բայց եթե խոսում են մարդիկ, ովքեր ղեկավարել են Հայաստանը ու չգիտեն պետական պարտքը ինչ է, որ դեպքում է դա վտանգավոր, երբ է նպատակահարմար դա վերցնել, դա կամ նշանակում է անգրագիտություն է, կամ նշանակում է միտումնավոր մանիպուլյացիա է։ Պետական պարտքը վերցվում է պետության առջև ծառացած խնդիրները լուծելու համար եւ դա բնական process է ու բոլոր երկրները ունեն պարտքի մակարդակ։ Պարտք գրեթե չունեն այն երկրները, ովքեր ունեն օրինակ նավթի հարուստ պաշարներ եւ իրենք կարիք չունեն իրենց այդ հարկաբյուջետային քաղաքականության մեջ պետական պարտքներ գրավել։ Պարտքը, եթե ուզում ենք հասկանալ ծանր է թե ծանր չի, պիտի համեմատենք մեր տնտեսության չափերի հետ։ Եվ դա նույնն է, ոնց որ օրինակ եթե դուք ցածր աշխատավարձ ունենաք եւ վարկ չունենաք, հետո մի քիչ ձեր աշխատավարձը բարձրանա, ասենք հեռախոս վերցնեք վարկով եւ ձեր վարկային բեռը լինի ենթադրենք ընդհանուր 500,000 դրամ, հետո մի քիչ ավելի ձեր գործերը կայունանան, աշխատավարձը կայունանա, հիպոթեկով տուն վերցնեք ու ասենք մեկը նայի, ասի գիտեք ինչ կա, ձեր վարկային բեռը օրինակ 500,000 դրամից դարձել է 20 միլիոն դրամ, ասենք ձեր վիճակը վատացել է, բայց ձեր վիճակը վատացել է կախված առնես թե դուք այդ պարտքը ինչի համար եք վերցրել, ինչ նպատակով եք օգտագործել։ Հայաստանի Հանրապետությունը պետական պարտքը վերցվել է ենթակառուցվածքների վրա ուղղելու նպատակով, կարևոր խնդիրներ լուծելու նպատակով, իսկ պարտքի բեռը չափվում է, ինչպես նշեցի, տնտեսության հետ համեմատ։ 2018 թվականին, երբ մենք ստանձնել ենք իշխանությունը, պարտքը եղել է մեր տնտեսության 52%-ի չափ։ Այսօր կազմում է 48%-ի չափ, այսինքն պարտքային բեռի նվազում է տեղի ունեցել։ Եվ այդ մանիպուլյացիան, ասում եմ, շատ ավելի լավ կանեն այդ հաշվարկները տարածեն իրենց անձնական ունեցվածքի վրա ու այդ արտառոց համեմատականները թող տարածեն հաշվելով, եթե այդքան լավ հաշվելուց ունեն, իրենց աշխատավարձը եւ իրենց մի քանի 100 միլիոն դոլարի կառուցվածքը ու թող ասեն, թե ինչի համար ենք մենք այն վիճակում, երբ որ մի քանի նախկին նախագահներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ կյանքում պետական աշխատավարձ ստանալով, ասենք դոլարային մուլտիմիլիոնատեր էր դարձել։ Տեսեք, նույն նախագահը նախկին ասում էր, որ պարտք եք վերցնում, աշխատավարձերն եք բարձրացնում, պարտք եք վերցնում, պարգևավճարներ եք բաժանում, պարտք եք վերցնում
կենսաթոշակներն եք նախընտրական շրջանում բարձրացնում։ Ասում էր այս 8 տարվա ընթացքում չկա գեթ մի գործարան, որը այս կառավարությունը բացել է։ Եվ թեպետ վարչապետ Փաշինյան պարբերաբար խոսում է ստվերի կրճատման մասին, նոր աշխատատեղերի ավելացման մասին, բայց երբ նրանց հակադարձումները լսում ես, տպավորություն է ստեղծվում, որ որևէ փոփոխություն այս առումով։ Զիանա ջան, մենք պարտ չենք վերցել թոշակ աշխատավարձ բարձրացնելու համար, պարգևավճար վճարելու համար, ու դա այնքան պարզ բան է, որ եթե այդ մարդիկ գան մեր դիմաց նստեն թուղթ ու գրիչով, եթե համակարգ չեն տիրապետում, մենք իրենց ցույց կտանք, որովհետև բոլոր կանոններով արգելվում է պարտք վերցնել ընթացիկ կարիքների, ընթացիկ ծախսերը ավելացնելու համար, պարտքը վերցնում է ծրագրային կոնկրետ նպատակների համար, ենթակառուցվածքների համար։ Ինչ վերաբերում է գործարաններ կառուցելուն, թե չկառուցելուն, այս վերջերս իրենցից մեկը ասում էր գործարաններ կառուցել ենք, մեկը ասում էր չենք կառուցել, մեկը ասում էր մենք ենք կառուցել, դրան էլ հստակ վիճակագրություն կա, բայց ես ուզում եմ ասել, որ այդ բոլոր տնտեսական տիպի խոստումները կամ գնահատականները դրանք ընդհանրապես շղարշ են, որովհետև իրենց ոչ տնտեսական օրակարգերն են հետաքրքրում, ոչ սոցիալական, ոչ մնացած բաները, իրենց ընդհանուր նպատակը դրանցով ինչ որ իրենց բուն նպատակը շղարշելն ու ուլտրապրոֆեսիոնալ ներկայանալն։ Մնացածի մասին ասում, եթե իրենք ցանկություն ունեն, կարող են գան ավելի մանրամասն մասնագիտական լեզվով խոսենք։ Եվ մեկ ամփոփիչ հարցել նաև պարոն Թունյան, տեսեք, քանի որ վերջին ժամանակներս մեր երկրում բավականին մեծամասշտաբ, կարևորագույն իրադարձություններ նաև տեղի ունեցան, նկատի ունեմ թե նաև եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, թե տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը մեր երկիր։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ սրա տնտեսական կոմպոնենտը նաև հասկանալ, քաղաքականից զատ տնտեսական առումով այս միջոցառումները մեզ համար, մեր երկրի համար ինչ հեռանկարներ է բացում։ Ես նկատի ունեմ նաև Եվրամիության հետ, նաև գործակցության առումով ավելի սերտ, ավելի խորացված ձևով։ Մինչև ձեր այս հարցին անդրադառնալը նախորդ հարցի հետ կապված մի բան ասեմ, Ռոբերտ Քոչյանի հետ համաձայն եմ միայն մի բանում, որ մենք որպես պետություն անարդյունավետ ծախս ենք կատարել, օրինակ ընդդիմադիր падգամավորներին աշխատավարձ վճարելով։ Օրինակ իր դաշինքը, Հայաստան դաշինքը 5 տարի ազգային ժողովում ոչնչով չի զբաղվել, ըստ էության, միայն խանգարել է, ոչ մի կառուցողական առաջարկով հանդես չի եկել եւ այս ընթացքում պետական բյուջեից մոտավորապես 1.6, 1.7 միլիարդ դրամ ուղղվել է իրենց աշխատավարձերի եւ պարգևավճարներին։ Ամենաշատ թվով բացականները հենց իրենց падգամավորները չէ՞ կարծում։ Համ չեն մասնակցում աշխատանքներին հիմնականում, համ հրաժարվել են իրենց պաշտոններից, որոնք պարտականություն է, ոչ թե իրենց իրավունքն է, եւ այդ մարդիկ ազգային ժողով եկել են մեզ հեռացնելու խոստումով ու 5 տարի ուղղակի ստացել են падգամավորական աշխատավարձ։ Իհարկե եղել են մի քանի բացառություններ, երբ փորձել են ինչ-որ ելույթներ ունենալ կամ ինչ-որ հարցեր տալ, բայց մենք կարելի է ասել խորհրդարանում ընդդիմություն չենք ունեցել։ Ու հույս ունեմ, որ անգամ այն մարդիկ, ովքեր մեզ ձայն չեն տալու, ընդդիմության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվեն, ընտրեն այնպիսի ուժի, որը որ խորհրդարանում լիարժեք կներկայացնի իրենց, որովհետև ընդդիմությունը չի նշանակում ամեն ինչ փչացնել, սևացնել ու ամեն ինչի ոտքի տակ ընկնել։ Ընդդիմությունը նշանակում է այլընտրանքային առաջարկներ ներկայացնել կամ կառուցողական առաջարկներով հանդես գալ։ Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, բնականաբար այդ ամեն ինչը խոսում է մեր երկրի նկատմամբ վստահության ավելացման մասին, այդ ամեն ինչը խոսում է Հայաստանի ճանաչելիության բարձրացման մասին եւ վերջապես կան տարբեր բաներ, որոնք տնտեսական առումով չափելի չեն, բայց դրանք շատ մեծ ազդեցություն են։ Օրինակ միջազգային ներդրողները, որոնք երկար ժամանակ օրինակ մտածել են Հայաստանում ներդրում անել թե չանել, իրենց մի շարք հանգամանքներ են ուզել, օրինակ անվտանգությունը, խաղաղությունը, ինստիտուցիոնալ կայունությունը, մեր կողմնորոշումը երկարաժամկետ տեսլականով մենք այսօր այդ բոլոր առումներով շատ ավելի լավ իրավիճակում ենք, քան 1-2 առավել եւս 8-9 տարի առաջ։ Դրա համար կարծում եմ այդ արդյունքները ժամանակի ընթացքում գնալով առարկայանալու են ու մենք դրա ռեալ օգուտները շատ մոտ ապագայում տեսնելու ենք։ Այսինքն նաև տնտեսական մրցակցության պաշտպանվածության առումով չէ՞ կան պետական այն հիմքերը, որով որ օտարերկրյա ներդրողներին կարող է վստահություն ներշնչել իրենց ներդրումների պաշտպանվածության առումով մեր պետության մեջ։ Եթե ասենք մենք ասում ենք, որ մենք
շարժում ենք եվրոպական ստանդարտներով, մեր կարգավորումները մոտեցնում ենք եվրոպական չափանիշներին, լինի մրցակցային կարգավորումները, լինի ներդրումների պաշտպանությունը, լինի այլ ինստիտուտների կայացածությունը, դրանք բոլորը ինդիկատորներ են, որոնք որ օտարերկրյա ներդրողները մանրամասն ուսումնասիրում են, երբ որոշում են օրենքի գերիշխանությունը, այդ տիպի որոշումների հիման վրա են որոշումներ կայացնում։ Ու ես ասում դա չափելի չի, բայց որոշ բաներ կա, որ արդեն չափել է հնարավոր։ Ասենք մեր վարկանիշը միջազգային տարբեր զեկույցներում Fitch, Moody's, Standard & Poor's վերջին շրջանում բարելավել է ահագին, այսինքն մեր ռիսկայնությունը նվազել է։ Մեզ նայում են ավելի վստահելի որպես գործընկեր, ինչը նշանակում է, որ պատրաստ են Հայաստանը ներդրումներ անեն, պատրաստ են մեզ ավելի ցածր տոկոսով ֆինանսավորում հատկացնել ու համոզված են, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո այդ վարկանիշները ել ավելի են բարելավելու եւ մենք ավելի առարկայական ու շահավետ գործընկերներ ենք դառնալու միջազգային հանրության համար։ Տեսեք, հարցս բխում էր ընդդիմադիրների այն հայտարարություններից, թե վառօրինակ հեծի հետ տեղի ունեցածից հետո որ օտարերկրյա ներդրողը այլևս այսպես ասած ռիսկ կանի Հայաստանում բերել եւ գումարել։ Եթե իրենց կառավարման օրոք ռիսկ են արել Հայաստանում ներդրումներ են արել, մեր կառավարման օրոք առավել ևս ռիսկանան ներկան, որովհետև բոլորը շատ լավ հասկանում են, որ հեծը, ԶՊՄԿ-ն եւ այլն, մենք այդտեղ գործ ունենք ոչ թե տնտեսական միավորների հետ, այլ քաղաքականացված ինչ-որ էլեմենտների հետ, իսկ ինչ վերաբերում է հեծին հետ կապված ամեն ամիս կամ ամեն օր ինչ-որ նոր բան է բացահայտվում։ Օրինակ վերջերս որոշում կայացվեց, որ կառուցապատողների հոսանքի միացման վճարները պիտի 35-40%-ով նվազեն, ինչը նշանակում է, որ բնակարանները ավելի մատչելի պիտի դառնան, որովհետև դա մտնում էր ծախսի մեջ։ Հիմա եթե դա հնարավոր էր անել, ինչու՞ չէր արվում այդքան ժամանակ, ինչու բարձրացվեց ժամանակին։ Այսինքն դա լավ փաստարկ կամ լավ իրանց կարծիքով լավ հաղթաթուղթ է, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ այդ միջազգային ներդրողները այնքան խելք ունեն, որ իրենց հայտարարություններից բացի շատ այլ բաների են ուշադրություն դարձնում։ Իրանք դրանով մենակ կարող են իրենց խաբել ու հունիսի 7-ի գիշերը արդեն կհասկանան, թե ինչ մեծ ինքնախապեյության մեջ են եղել։